Վերադարձանք տաղավար եւ ինչպես խոստացել էինք, արդեն մեր երաժշտական հյուրը մեր տաղավարում է։ Այսօր մեր եթերում պրեմիերա կա։ Ազգային երգիչ երկրորդ նախագծի մասնակից Անի Խարատյանը նոր տեսահոլովակ ունի «Քեզ եմ մոռացած Անին»։ Այս պահին մեր տաղավարում է ու հենց նրանից էլ ճշտելու ենք բոլոր երաժշտական մանրամասները։ Եվ բնականաբար կդիտենք նաեւ տեսահոլովակը։ Բարի լույս, Անի։ Բարի լույս։ Ինտրիգների շրջանակներում ենք ձեզ հանդիպում մեր տաղավարում, մրցութային բայց հիմա ոնց որ թե ամեն բան խաղաղվել է, առանձին սոլո կարիերա սկսելը կարծում եմ պիտի որ չուշանար եւ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել եք ուղիղ եթերում։ Դե ինչ, սկսենք վերնագրից։ Այդ քեզ եմ մոռացած, այդ ում եք մոռացել, այդ ինչ երգ է, մենք լսել ենք թե երգը գտել եք, վեր երգել եք այն, նորովի եք դարձրել, ինչ երգ է։ Երգի հեղինակը Ափո Սահակյանն է, շատ տաղանդավոր հայ, տաղանդավոր մարդ, ով ստեղծագործում է ոչ միայն հենց արևելահայերենով, այլ նաև գրաբարով, արևմտահայերենով։ Դե շատ մարդիկ կլինեն, ովքեր լսած կլինեն Քարինտակ երգը, այն 2021 թվականին միասին առաջին համագործակցությամբ թողարկեցինք ու ուրախ եմ, որ սիրվեց հանրության կողմից, հենց մեր առաջին համագործակցությունը ու արդեն 2 տարի անց ստացա նորից Ափոյից առաջարկ եւս մեկ համագործակցություն միասին, երգը ստեղծել է ինքը, հեղինակը հենց Ափոն է եւ խոսքերի եւ երաժշտության հեղինակը։ Որքանով է հեշտ, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցչի համար գրում է արական սեռի ներկայացուցիչ, իգական սեռի համար գրում է լավ, դե ինչ։ Չէ, կարծում եմ, որ ոչ միայն արվեստում, այլ այդ մարդկային զգացողությունները, ապրած էմոցիաները, կարծում եմ կին եւ տղամարդ չի ճանաչում, հա թեկուզ նույն սիրո ապրած զգացողությունները երկուսն էլ կարող են ապրել։ Հա, բաստորեն սիրո մասին երգ է։ Այո, դե քեզ եմ մոռացած։ Դե կարող, չգիտեմ, քեզ իրա մոռացելա զանգի, մանենց երգեր կան, չես կարող ասել։ Չէ, հենց սիրո, հա, մասին է ինքը, այսինքն փորձեմ մեկ նախադասությամբ, հա, վերնագիրը եւ երգը ներկայացնել որպես շատ չծավալվեմ այսպես բառերի մեջ, ինքը կարող եմ ես այսպես ասել, որ սիրո թողած, հաճելի եւ տարօրինակ հետնահամի մասին է, հա, այսինքն կիսատ թողնված կան, չէ, ոչ միայն սերեր, այլ ինչ-որ կյանքի փուլում ոչ ավարտված մի բաներ, որոնք դու հիշում ես ոչ միայն շատ այսպես վատ հիշողությամբ էմոցիաներով, այլ նաև այն քեզ ինչ-որ հաճելի հիշողություններ է տալիս։ Լեսևակներ ասում, լավագույն սերը կիսատ թողածն է։ Հիմա այս երգը կարող եմ այսպես ասել, որ հենց այդ կիսատ թողնվածի մասին է, որը ոչ միայն փոթորկում է հոգին վատ տառապանք եւ այլն, այլ իր հաճելի հիշողություններն ու էմոցիաներն ունի ու հենց աղջիկը այդ մասին է երգում, հա։ Հետաքրքիր է հենց այս փուլում եւ առհասարակ ձեր դեպքում ինչպես, այսինքն պետք է էմոցիոնալ առումով ինչ որ հետաքրքիր փուլում լինել, որ կարողանալ երգել այս կամ այն երգը, թե դա ուղղակի երգ է, որը երգում եք լսարանի համար։ Ես այսպես եմ մտածում, որ գոնե դու պիտի ապրած լինես որոշակի էմոցիաներ, որ կարողանաս այդ էմոցիան փոխանցել։ Մի քիչ համաձայն չեմ այն մտքի հետ, որ չեմ ապրել, բայց փոխանցում եմ։ Միգուցե դա հենց պրոֆեսիոնալիզմ է արտիստի կողմից, որ չի ապրել, բայց փոխանցում է, բայց իմ դեպքում ես փորձում եմ այդ ամեն ինչը ապրել, եթե նույնիսկ իրական կյանքում չեմ ապրել, մտնում եմ այդ ամեն ինչի մեջ, փորձում եմ ինձ պատկերացնել այդ դերում ու այդպես երգել։ Բայց ինձ հետաքրքիր է երգի հետ առաջին հանդիպումը ինչպես եղավ։ Դեմո տաբեր։ Ոնց ինչն է դեման, այո։ Ինչ զգացիք կարդալիս բառերը, երաժշտությունը լսելիս։ 1 տարի առաջ էր, երբ Ափոն ուղարկեց այդ դեմո տարբերակը, մի փոքր փոփոխված էր դեռևս օրիգինալ տարբերակը այլ էր, բայց հավանեցի, իհարկե մի քիչ չէի հասկանում լեզուն, հա, որոշակի բառեր կային, որոշակի արտահայտություններ, բայց Ափոն շատ համբերատար կերպով մենք հանդիպեցինք, եկավ մեր տուն, այդպես բացատրեց, վերլուծեց, որը ինչ է նշանակում ու օգնեց ինձ ավելի մտնել երգի տրամադրության մեջ։ Թե Ափոն է գիտարի տիրապետում, թե նաև Անին, որքանով է գիտարը այստեղ դերակատարում ունի, գիտար կա։ Գիտար կա, այո, 2 գիտար կա, թե Քարինտակ երգի պարագայում, թե արդեն քեզ եմ մոռացածի, միշտ գիտարը մեր հետ է, երկուսիս հետ է։ Կարմիր թելով գնում է գիտարը։ Կարմիր թելով գնում է, այդ հնչյունները հենց գիտարի ներքո է երգը, ինձ թվում է, որ
նաև իր այդ հաջողության գրավականը գիտարի հնչյուններն են, որը սիրել է տալիս իրեն։ Այս պահին մենք շատ խոսեցինք, ինձ թվում է երգի մասին։ Մի հատ էլ խոսենք ու գնանք։ Դեմոն ուրիշ բան է, բայց երբ որ այն գործիքավորվում է, այն ձայնագրվում է, լրիվ ուրիշ բան է զգում։ Գործիքավորող, ով է գործիքավորողը։ Գործիքավորողը մեր Ափոյի հարազատ եղբայրը Արաս Սահակյանն է եւ Ափոն է նաեւ։ Ռեժիսորը Հովանես Ղազարյանն է, մեր սիրելի, օպերատորը Վահե Ադամյանը։ Եվ չեմ կարող չնշել տեսահոլովակի եւ երգի հիմքում գտնվող մարդկանց այդ ահռելի աշխատանք կատարող թիմին, ովքեր մինչև վերջ ամիսներ շարունակ մեր կողքին էին, յուրաքանչյուր հարցով, այսպես դետալներով, մանր կետերով, բոլոր առումներով իմ կողքին էին, շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել դիմահարդար Աննա Դավթյանին, ով ոչ միայն լինելով տաղանդավոր դիմահարդար, ինքը առավոտյան 6-ից մինչև երեկոյան 8 ժամը նկարահանման հրապարակում, այսպես ամեն պահի իմ կողքին էր։ Նշեմ նաև Դանիել Նորպարոնիկյանի անունը, ով հագուստի հեղինակն է, նաև նրան շատ մեծ շնորհակալություն։ Գրեթե բոլորին անձնակազմին նշեցինք։ Ամբողջ թիմին, այո, ամբողջ թիմին։ Իսկ այս պահին արդեն վերջապես դիտենք YouTube-ում պրեմիերան եղել է, հիմա լինելու է հեռուստատեսային տարբերակի պրեմիերան։ Դե քեզ եմ մորցա Ծանի Խարատյանի կատարմամբ։ Գնացինք։ Ինքս խապած, որ քեզ եմ մոռացած, ինչքան անայլայն մտա օտար մի վար, ինչպես չգիտեմ, ուսս մի հուշոյեց, նազան չվեց, արդյոք դուներ չզեց, և քեզ հաչերով ու օքով գմանի, և ես Ինչավոր ժամերով կսարի Հուշերս եկան, անցան շարան Ծավերը ստոտ ամրան, շպիտը ծար դմրան Ինձ մեր պոկված կերթա ջեյրան Լավ սպասեմ մեկ վարկյան, արդյոք երազերա Եվ քեզ հաչերով ու օքով կմանի Եվ ես իջաղվոր ժամերով կսարի Եվ քեզ հաչերով ու օքով կմանի Եվ ես իջաղվոր ժամերով կսարի
Այո, այդ լուսավոր թախիցը, որ կար, ինչպես որ Անին նշեց, այդ հետնահամը երկից հետո մնում է տպավորությունը մնում քեզ վրա։ Շնորհավորում ենք եւ Անին եւ Ափոյին, ինձ թվում է հայկական country վառ օրինակ է այս երկու դարձած։ Այո, եւ ընդհանուր տրամադրությունն էլ ես տեսահոլովակի հետ կապված այսպիսի հարց ունեմ։ Առհասարակ կերպարային ոնց է փորձում մտնել կերպարի մեջ, որպես այդպեսին, թե փորձում եք տեսահոլովակներում լինել այնպիսին, ինչպիսին կաք, այսինքն ամեն դեպքում կերպարային բան պետք է թե ոչ։ Ես փորձում եմ ամեն անգամ շատ անհատական մոտեցում անել, հա, կերպարի հետ կապված, բայց հիմքում հենց ես եմ ինչպիսին որ կամ իմ տեսակը փորձում եմ ամեն դեպքում չշեղել որևէ փոփոխություն չանել, պարզապես երևի արտաքին փոփոխություններն է, հա, հետաքրքիր ամեն անգամ մտածում եմ ինչ-որ հագուստի նոր տարբերակ, որը կարող է նաև օրինակ ծառայել ինչ-որ աղջիկների, ովքեր որ նայում են, այդպես մտածում եմ կերպարներ, բայց բնականաբար ինքս ինձնից երբեք չեմ հեռանում։ Դա հրաշալի է, դա կարևոր է։ Այ ամփոփելով երգի եւ տեսահոլովակի թեման, ինչ-որ ասելիքներ կան այս մասով։ Ես ցանկանում եմ ամենակարևորը Ափո Սահակյանի անունը եւս մեկ անգամ հնչեցնել, իհարկե ցավոք նա երկրում չէր, այսօր չկարողացավ ինձ հետ ներկա գտնվել հաղորդմանը։ Նախ բարևում եմ իրեն։ Մենք էլ ենք բարևում, վստահաբար նայելու է, կրկին շնորհավորում ենք այո լավ երաժշտության համար։ Այո, Ափոյին մենք դեռևս պրեմիերայից հետո չենք հանդիպել։ Դեռ 3 տարի առաջ էր, ինչպես նշեցի, որ ստեղծվեց Քարինտակ երգը, ստացա այդ առաջարկը Ափոյից ու ուզում եմ ասել, որ նա շատ մեծ եւ ճակատագրական ներդրում ունի իմ երաժշտական գործունեության մեջ։ Եթե չլիներ Քարինտակ երգը, այդ 3 տարի առաջ ստեղծված հրաշալի երգը, որը շատ մարդկանց մոտ տարբեր էմոցիաներ առաջացրեց եւ այդ ժամանակ նաեւ մենք գտնվում ենք հետպատերազմյան շրջանում, կորցրել էինք բազմաթիվ տարածքներ ու դա հենց Քարինտակ գյուղի կործանման մասին էր, կորցնելու մասին էր։ Այդ երգը եթե չլիներ, նաեւ 3 տարի անց չէր լինի այս ստեղծագործությունը։ Ես շնորհակալ եմ Ափոյից, որ նա իսկական հայ է, հայորդի է, ով ստեղծագործում է հայերեն, ով ամեն ինչ անում է, որ հայ երգը միշտ հնչի, միշտ կանգուն լինի ու ուրախ եմ, որ արդեն երկրորդ անգամ ենք համագործակցում։ Կարծում եմ շարունակական կլինի եւ թող լինի, որովհետեւ լավ երաժշտությունը միշտ իրավունք ունի ապրելու։ Անի, երգը լայվ կատարել եք, ինչպես է test drive անցել է, ինչպես է հնչում։ Դեռևս չեմ կատարել, քանի որ մի քանի օր է որ պրեմիերա ենք անում, բայց արդեն շուտով, երբ կլինեն ելույթներ արդեն լայվ, բենդային տարբերակով, ես անպայման բենդի մեջ ցանկանում եմ ներառել այդ երգը։ Այնպես անել, որ մարդիկ նաև մեր հետ երգեն դահլիճից, ես շատ սիրում եմ այդ կոնտակտը մարդկանց հետ, կարծում եմ, որ կսիրեն մարդիկ, խոսքերը, երաժշտությունը արդեն որ հնչեցնենք։ Ճիշտ ասած, ես դեպի ակուստիկ տարբերակներ գնում, կունենանք մի որևէ ռիլ, որտեղ Անին է իր գիտարով եւ ահա այս երգն է, որ լրիվ ուրիշ ինտերպրետացիայով երգվում է։ Անպայման, ես դες չէի ասել, բայց արդեն 3 նկարել եմ այդ ռիլը։ Ես 3 Տավուշի լեռներում եմ եղել, այնտեղ հենց շատ սպոնտան ուղակի, այդպես հենց նվագել գիտարը եւ երգը միանգամից գնաց։ Անի, ինչ պլաններ կան առաջիկայում, բենդ ասացիք, կնշանակի, որ ինտենսիվ փորձեր պիտի արվեն, բենդի ներկայացուցիչները։ Արդեն կա ներկայացուցիչները, դա մինչև ազգային երգիչ գալը ես ունեի նվագախումբը, փոքր խմբից ստեղծված, բայց նաեւ նախագծից հետո, երբ արդեն այսօր շարունակում ենք մեր գործունեությունը, փորձում եմ անընդհատ ստեղծագործել, փորձում եմ շատ չսպասեցնել հանդիսատեսին, կազմակերպում եմ փոքրիկ երեկոներ, այդպես լայվ բենդով արդեն։ Հեղինակային երգեր են, թե cover տարբերակներ կան։ Եվ ես շատ քանի որ սիրում եմ հին երգերին անդրադառնալ, ֆոլկ երաժշտությանը հայկական, առհասարակ սիրում եմ հայերեն երգել, այդպես անդրադառնում եմ, հետաքրքիր ոճափոխություններ եմ անում ու հաճախ ներկայացնում ենք մեր հանդիսատեսին։ Եթե խոսենք ամենամոտ եւ համեմատաբար ամենամեծ ծրագրի մասին կամ նպատակի մասին, ցանկության մասին, չգիտեմ ինչ ձևակերպում կարող ենք ասել, ո՞րն է դա։ Այդ տեսահոլովակը արդեն կա, հաջորդին ինչ պլաններ են։ Այս կարևոր ստարտ ասվածը օրեր առաջ եղավ տեսահոլովակի տեսքով, քանի որ ազգային երգիչից հետո արդեն առաջին տեսահոլովակն է։ Քանի ժամանակ, 1.5 տարի անց արդեն արեցինք այդ քայլը երկար ժամանակ, հիմա արդեն քայլերս հստակ են ու միայն երգարվեստի մեջ են, ես անսահման շատ եմ սիրում երգել, ստեղծագործել, առհասարակ երաժշտությունը իմ կյանքի 99.9%-ն է կազմում
ու որպեսզի հերթով պլանների մասին չխոսեմ, ամեն ինչ կապված է պարզապես երգելու հետ, մարդկանց դրական էմոցիա փոխանցելու հետ։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը ու ամեն ինչ կանեմ, ամեն ինչ անում եմ, որ կարողանամ հենց այդ ուղով ինչ-որ ասելիք փոխանցել մարդկանց։ Լավ է, երբ մարդկանց։ մարդը սիրում է իր աշխատանքը, երբ սիրում է իր աշխատանքը, ամեն բան ստացվում է, ջրի պես է, իր ճանապարհը միշտ հարթվում է, նույնիսկ եթե մեծ քարեր կան, մի քիչ համբերություն է պետք, որպեսզի ջուրը կրկին բարձրանա։ Անի, շնորհավորում ենք եւ լավ է, որ ստեղծագործում եք, որ լավ է process-ի մեջ եք եւ հուսամ, որ 1.5 տարի հետո չի լինի երրորդ օրությունը, ավելի շուտ կլինի այն։ Անի Խառատյանն էր մեր տաղավարում, նա ուներ քեզ է մորցած երգի պրեմիերան տեսահոլովակի հետ միասին եւ Անի հետ միասին մենք գնում ենք իմաստանալու, գնում ենք գիտություն էջ դեպի։ Մոտ 70 միլիոն տարի հետ են գնալու։ Այո, ահա այսքան է պատմության մեջ տևել մի ժամանակաշրջան, որը կոչվում է քեմբրիական, որն էր այն ու ինչպես է ընթացել, կդիտենք ի գիտություն շարքում, իհարկե երաժշտությունից մի քիչ այսպես շոտ կտրուկ անցանք գիտության։ Միշտ այդպես պիտի լինի, այո, որպեսզի երաժշտության հադրը ավելի լավ իմանանք։ Գնանք հիմա բացահայտենք 70 միլիոն տարի առաջ այդ ինչ քեմբրիջյան, թե քեմբրիկական ժամանակահատված։ Քեմբրիական, այո։ Քեմբրիական։ Լավ, գնանք տեսնենք։